Բագրատ։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, դուք սկզբում ասուլիսի ասեցիք 4-րդ հանրապետություն բառեր, բայց ոնց որ չուզեցաք մտնել այդ թեմայի մեջ, բայց իմ հարցը ամեն դեպքում դրան է ուղղված։ Հայաստանի իշխանությունն անում է բաներ, որոնք լրիվ խորթեն մեր քաղաքացու եւ հավաքական ազգային արժանապատվությանը։ Օրինակներից է սրբազանների կալանքը, դատական վճիռները, հերոսու կոչում տալու փոխարեն բարերարի կալանավորումը, նոր մեղադրանքները ու այս տրամաբանությամբ Արարատը ջնջելով, արժեքներ կոտրելով Փաշինյանը 3-րդ հանրապետության հարցերը փակելուց լուծելուց հետո ակտիվորեն շրջանառում է այսպես կոչված 4-րդ հանրապետություն հիմնելու թեման, եթե 2026-ի ընտրություններում հաղթի։ Փորձ է արվում մեր ազգային ինքնության, արժեքների, նպատակների փոփոխություն կատարել ու այդպես ձևակերպում է 4-րդ հանրապետությունը։ Հիմա խնդրում եմ ձեր գնահատականը 4-րդ հանրապետություն գաղափարին։ Շնորհակալություն։ Հիմա սա եւս այն դեպքն է, որը ռացիոնալ բացատրություն չունի, բայց սա նաեւ այն դեպքն է, որը ավելի հեշտ է բացատրել, եթե մի քիչ Ֆրեյդի աշխատանքներին ծանոթ ես։ Հիմա ինչ արել Նիկոլ Փաշինյանը։ 3-րդ հանրապետությունը թաթախել է արյան մեջ, ուղղակի թաթախել է արյան մեջ, եւ հիմա ենթադրում եմ, որ ենթագիտակցության մեջ իրեն թվում է, թե եթե անունը փոխի, ստեղծի 4-րդ հանրապետություն, ոնց որ մաքրվում է այդ ամենից։ Միայն բացատրությունը սա է, որտեղ ուրիշ ռացիոնալ բացատրություն չունի։ Բայց դրա հետ արդեն զուգահեռ պատերազմ հայտարարել Արարատ-Սարին, պատերազմ հայտարարել մեր արժեքային համակարգին եւ մեր ինքնությանը։ Սա էլ ռացիոնալ չի։ Էլեկտորալ տեսանկյունից սա որևէ բան քեզ չի տալիս։ Դրա համար պետք է ուղղակի մի քիչ այդ հոգեբանության մեջ խորանալ եւ հասկանալ, որ այս մարդը խորը ներսում իր արած գալատները լավ է հասկանում, խորը ներսում ինքը չի կարող բացատրություն տալ, բայց ինքը ելքեր է գտնում այդ արյունալի հետևանքներից ձերը բազատվելու համար։ Այն ինչ որ ինքը անում էր մոտավորապես մարտի 1-ի հետ։ Ինքը հրահարեց 10 զոհեր եղավ, միջև հիմա մաքրվում է դրանից, մի հետ գնալով նաև։ Հիմա մենք ունենք իսկապես այս պատկերը։ Էլեկտորալ առումով իսկապես կռիվ հայտարարել Արարատ-Սարին ինչ է ցույց տալիս, ոչինչ չի տալիս։ Դրա համար մենք գործ ունենք, կրկնում եմ, խորը բարդույթներ ունեցող ազնվորության հետ, որը տնօրինում է պետական լծակների։ Եվ այդ խորը բարդույթները բերում են ուղղակի բազմաթիվ խնդիրների երկրի համար։ Նաև փորձեմ նաև ինքնության հետ կապված միգուցե մի քայլ ավելանել, լիքի ես հայտարարում պատերազմ հայկական ինքնությանը։ Ինչն է քեզ խանգարում։ Ինքնությունն է թողնա։ Եթե մի քիչ դու տգետ չես, դու պիտի հասկանաս, որ ինքնությունը ասես մեկ սերունդով չի փոխվում։ Ինքը փոփոխական է, բայց մի քանի սերունդի եթե կյանքը փոխվում է, նաև ինքնության որոշակի ասես տրանսֆորմացիա է գնում համահունչ կյանքի փոփոխության։ Բայց ինքը իր վրա դերակատարությունը ստանձնել ինքնությունը փոխելու վտանգը ստե ինչումն է նաև ինքնությունը ասենց ասեմ հայկականության դեմ պայքարն է այսօր այն ինչ ինքը անում է հայկականության ասենց մեր ընդհանուր ընկալման տեսանկյունից հիմա իմ մոտ նայեք ես փորձեմ լրիվ այլ անկյանը ինքնությանը նայեմ Հայաստանը ամենից հարուստ երկիրը չի եւ Հայաստանը հաստատ ամենից անվտանգ երկիրը չի։ Ինչն է պահում հային էներգիա ունեցող
մտքի ճկունություն, որոշակի sense մասշտաբների մեջ, sense ասեմ, առաջ մղող ինչ որ process-ների ընդունակ հայերին, ինչն է պահում Հայաստանի Հանրապետությունը։ Խիպտի մնա Հայաստանը։ Ռուսաստանը օրինակ կենսաթոշակը ավելի քան 2 անգամ ավելի բարձր է, քան Հայաստանը։ Միջին աշխատավարձը Ռուսաստանում մոտ 2 անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Ով գնացել է Ռուսաստան, հաստատ ավելի լավ է ապրում, քան ով ստեղ է մնացել։ Այնտեղից են փողը տրանսֆերներով ուղարկում այստեղ, ոչ թե հակառակ։ Եվ մեր նման բարդ տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար ինքնությունը ազգային ֆունդամենտալ բան է, այս հողի կպած պահելու համար։ Իսկապես ֆունդամենտալ հարց է սա։ Օրինակ ասեմ, ես խիչ եմ օրինակ տեղափոխվել։ Նախագահ եմ եղել, հետո կարա չի տեղափոխվեի ուրիշ տեղ։ Փայլունել գործունեի Ռուսաստանը։ Որտե իմ տնից որ դուրս եմ գալիս ամեն օր Արարատը տեսնում եմ, սա մի արժեք է, որը դու ամեն օր ես տեսնում։ Ոչ թե գնամ sense կարոտը քաշեմ, հետո տարի մի անգամ գամ ծիրան ուտելու։ Դրա համար ինքնությանը պետք է մի քիչ այլ կերպ նայել։ Եթե դու ուզում ես այս ժողովուրդը, այս բարդ տարածաշրջանը տնտեսական ոչ փայլուն, այսպես ասանք, երկրում մնա, հակառակը դու այդ ինքնությունը պետք է ուժեղացնես մաքսիմալ։ Չեմ հասկանում ինչ են անում։ Հիմքերն ենք հանդում։ Եթե այս ձևի շարունակվի եւ հանկարծ ժողովուրդը սկսի այս թեզերը ընդունել, Հայաստանը 1 միլիոն մարդ է մնալու։ Անճարներ։ Որտե մնացածը գնալով են եւ Միացյալ Նահանգներում են ավելի լավ ապրելու հաստատ, եւ Ռուսաստանում են ավելի լավ ապրելու եւս հաստատ։ Ինչ է սա։ Հիմա ես պիտի վերադառնա մի բան էլի, բանաձև մի անգամ ասել եմ։ Եթե Հայաստանի ղեկավարությունը լիներ թուրքական գործակալ, կաներ ճիշտ այն ինչ արվում է։ Հիմա չեմ ասում գործակալ, ես ենթադրում եմ, որ ավելի շատ sense հոգեբանական բարդույթներ հաղթահարելու խնդրի մեջ հայտնվել ենք ու սա ամբողջ երկրով մի մեծ ժողովրդով մենք դրա դարդն ենք քաշում, էլի, ինչ է անում այս մարդը։ Երևի այսքանը ինքնության հետ կապված եւ 4-րդ